Հայաստանի ազգային հերոս մայեստրո Չեքիջյանը հուշերով մոտեցավ դիրիժորի վահանակին, պատրաստվում է կոմպոզիտորական արվեստի փառատոնին։ Նվիրված ընկերոջ Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին, ասում է նրա մեղեդիների երանգները ազգային բնավորություն ունեն։ Ինչ որ գրում է եւ գրել է, ավելի ճիշտ, որտեղ չեմ հաշտվում մեր մտքերը, որ հիմա մեզ հետ չէ։ Բավական է մոդ է մեղել հետը։ Ինչ որ գրում էր, ուրեմն դա ազգային ներշնչանքով էր ինչ որ գրում։ Բացման երեկոյին հնչեցնելու է Հարությունյանի կանտատն ու ազգ հայ ժողովրդի մասին ստեղծագործությունը։ Հիշում է վերջին անգամ 58 տարի առաջ է այն կատարել կոմպոզիտորի ներկայությամբ։ Իրա կանտատը որ կատարեցի, ամենից հետո ներշնչված եկավ, այսպես չէր հնչել, մեզ շատ հիացած էր։ Եվ իհարկե ինձ գնահատում էր որպես կատարող։ Գիտեք, դժվար է կենթանի կոմպոզիտորին հասկացնես, որ այո, ճիշտ է գրել եւ այսպես է, որ պիտի ժողովուրդը ընկալի։ Հենց սա էլ 11 տարի առաջ դրվեց կոմպոզիտորական արվեստի փառատոնի հիմքում, արժևորել ժամանակակից ակադեմիական երաժշտությունը։ Սերգեյ Սմբատյանը համոզված է, կոմպոզիտորի հանճարեղությունը դեռ չգրված երաժշտություն ստեղծելն է։ Շեշտում է, Հարությունյանը հենց այդպիսինն էր։ Ժամանակակից երաժշտությունը շատ բարդ է լսել։ Շատ մարդիկ փորձում են չինտեգրվել այդ գաղափարախոսության մեջ, բայց կարևորում եմ, որ Հայաստանը այսօր ունի այն ուժը եւ օպտիմիզմը, որ մեր արվեստը, որը մենք ստեղծում ենք, մենք պատրաստ ենք պրոպագանդենք եւ ներկայացնենք։ Փառատոնի համերգային 4 օրերին կհնչեցնեն նաեւ Հարությունյանի շեփորի եւ Լարային նվագախմբի համար գրված կոնցերտները, իսկ ջութակի կոնցերտը կներկայացնի Ռոման Սիմովիչը։ Մայեստրո Սմբատյանը շեշտում է, փառատոնի համերգները որպես գործիք օգտագործելով ցանկանում են ունկնդրին բարեկամացնել դասականի հետ։ Մենք հավատում ենք նրան, որ մենք պետք է կարողանանք ներկայացնել պրոյեկտները, որ մարդիկ այդ քայլին գնան, փորձեն գան Արամ Խաչատրյանի անվան համերգասրահ եւ լսեն։ Կարող հավանեն եւ կարող նույնիսկ պատկերացնել իրենց հետագա կյանքը առանց երաժշտության, շատ ուրախ կլինեմ ժամանակից երաժշտության, որովհետեւ կրկնում եմ դա ոչ հեշտ է, բայց եթե մարդիկ զգան դրան կարիքը, ապա մենք արդեն խոսենք նոր հասարակության մասին։ Ուզում է տեսնել նոր հասարակություն, որն իրեն կծանրաբեռնի նաեւ արվեստի հոգսերով։ Հասմիկ Առաքելյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։